Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Մի կողմ քաշվեք, թույլ տվեք անցնել։ Ինչու համար են իրար հրում։ Ես ոչինչ չեմ կարողանում տեսնել։ Լռիր և կորիր այստեղից։ Նա չկարողացավ անցնել այնտեղ։ Բոլորը ճանաչում էին նրան, սակայն ոչ ոք չէր սիրում նրան։ Նա գեղեցիկ տուն և ամենանորաձև հագուստներն ուներ։ Նա շատ կարճահասակ էր և շատ հարուստ։ Բոլորը գիտեին, որ նա իր գումարը արդարությամբ չի վաստակում։ Նրա անունը նշանակում է անմեղ, սակայն կարճահասակ Զաքեոսը մեծ խաբեբա էր։ Նա մաքսապետ էր Երիքովում, ովքեր որ ապրանք էին ներմուծում, պետք է հարկ տային։ Զաքեոսը օրենքին չէր հետևում։ Նա մարդկանցից ավելի շատ գումար էր վերցնում, քան անհրաժեշտ էր։ Նրա վերակացուն, ով հռոմում էր, ոչինչ չէր անում այդ կապակցությամբ, և Զաքեոսը կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Այսպիսով, պարոն անմեղը մեղավոր մարդ էր։ Զաքեոսը շատ գումար ուներ, սակայն չուներ ուրախություն։ Մի օր մի ցնցող բան տեղի ունեցավ Երիքովում։ Հիսուսն էր եկել։ Զաքեոսը, այս կարճահասակ մարդը, առիթը չէր ուզում բաց թողնել ճանաչելու Հիսուսին, սակայն մյուսները փակում էին նրա տեսադաշտը։ Ծառը բարձրանալ, սա հիանալի միտք է։ Նա արագ բարձրացավ ծառը։ Արդեն ամեն ինչ երևում էր։ Հիսուսը մոտենում էր։ Նա ավելի ու ավելի էր մոտենում։ Պատկերացրեք Զաքեոսի զարմանքը։ Հիսուսը կանգնեց ծառի ներքևում։ Զաքեոսի սիրտը շատ արագ էր բաբախում։ Հիսուսը վերև նայեց։ Նա իր աչքերի մեջ էր նայում։ Ինչպես նա ճանաչեց Զաքեոսին։ Հիսուսն ասաց նրան. Զաքեոս, ծառից արագ ցած իջիր, այսօր քո տուն եմ այցելելու։ Զաքեոսը միանգամից արեց Հիսուսի ասածը։ Միանգամից ցած իջավ ծառից։ Նա ուրախությամբ Հիսուսին ուղեկցեց իր տուն, սակայն մյուսները այս փաստից վիրավորվեցին։ Հիսուսը նրա տուն է գնում։ Նա չգիտի, թե ինչպիսի ավազակ է նա։ Այո, Հիսուսը գիտեր, այնուամենայնիվ նա սիրում էր նրան։ Զաքեոսը սկսեց ճանաչել Հիսուսին և պատմեց նրան իր կատարած բոլոր սխալների մասին։ Տեր, խոստանում եմ, ես իմ հարստության կեսը կտամ աղքատներին, և ումից գողացել եմ, քառակին կվերադարձնեմ։ Զաքեոս, դու հիմա փրկված ես, քանի որ ես եկա փնտրելու և փրկելու նրանց, ովքեր կորած են։ Հիսուսը քեզ մոտ նույնպես կգա։ Հրավիրիր նրան քո կյանք և ասա նրան, թե ինչն է անհանգստացնում քեզ, նա քո կյանքը կարգի կբերի։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։